Sportcast. Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, Sportcast-ի այս թողարկումը կնվիրենք Արարատ 73-ին, Նիկիտա Սիմոնյանի հիշատակը կհարգենք, իհարկե, եւ Արարատ 73-ի մասին կխոսեմ իմ հյուրի հետ, վաստակավոր մարզական մեկնաբան Football Plus թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Սուրեն Բաղդասարյանի հետ, ձեզ նույնիսկ ներկայացնել, պարոն Բաղդասարյան, երբեմն պետք էլ չէ, պարզապես անուն ազգանունը տալիս ենք, բոլորը գիտեն ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես էլ շնորհակալ եմ։ Նիկիտա Սիմոնյանից սկսենք։ Նիկիտա Սիմոնյանը այն լեգենդար մարդկանցից մեկն է ֆուտբոլում եւ ֆուտբոլամերձ շրջանակների համար, ով իրեն ճանաչել է, դուք եք պատիվ ունեցել իրեն ճանաչել, իր հետ շփվել։ Այդ ժամանակվա մարդ եք, երբ որ Նիկիտա Սիմոնյանը դեռևս ակտիվ մարզչական կարիերա ուներ, գնում էր առաջ, այդ թվում նաև չեմպիոնության բերեց Երևանի Արարատին եւ գավաթակիր դարձրեց իր օրոք։ Հիանալի թիմ էր։ Նիկիտա Սիմոնյանը մեծ հետք է թողել սովետական միության ֆուտբոլում։ Իհարկե մենք լավ գիտենք, որ սկսել է իր մրցելույթները որպես ֆուտբոլիստ դեռևս Մոսկվայում, Սպարտակում է հանդես եկել, լավագույն շրջանն է իր որպես ֆուտբոլիստ իհարկե Սպարտակում էր, Սպարտակում նաև լավագույն ռմբարկուն է մինչ այժմ, իր անունն է գրված որպես լավագույն ռմբարկու, հետագայում արդեն մարզչական կարիերայով հաջողությունների է հասել, ինչպես նշեցի, նաև Արարատին 73 թվականին այս թե գավաթակիր դարձրեց, իր գլխավորությամբ դարձավ, թե խորհրդային միության չեմպիոն։ Նիկիտա Սիմոնյանից կխնդրեմ որոշ հուշեր պատմեք, որոնք որ ձեզ համար չափազանց թանկ են, որոնք դուք հիշում եք եւ որոնք գուցե եւ չեք հնչեցրել մինչ այժմ։ Դե դժվար է ասել, որ չեմ հնչեցրել, որովհետեւ ինձ անընդհատ չնայած ես թողել եմ մեկնաբանական գործունեությունից, բայց անընդհատ ինձ հրավիրում են, կարելի ասել անընդհատ եթերում եմ եւ չկրկնվել հնարավոր չի։ Ես ինքս իհարկե ձգտում եմ, որ չկրկնվեմ, բայց չի ստացվում։ Բոլոր դեպքերում, ասենք Արարատ 73-ի հետ կապված, Սիմոնյանի հետ կապված գաղտնիք չկա, որովհետեւ եւ Արարատ 73-ն էր առանձնահատուկ թիմ, եւ Սիմոնյանը ինքը իր էությամբ բացառիկ անձնավորություն էր ու այդ երկու թեմայով ես բազմաթիվ անգամ ելույթներ եմ ունեցել ու որևէ գրեթե գաղտնիք չի մնացել։ Պարզապես ես կուզենայի ընդգծել, որ Աստծո նախախնամությամբ ես սկսեցի մեկնաբանությունը ու սկսեցի շփվել այդպիսի պայծառ անձնավորության հետ։ Ընդհանրապես իմ բախտը բերել է, որ ասեմ չկրկնվեմ, կրկնվում է, որ 71-ին եմ ես սկսել իմ մեկնաբանությունը եւ մեր հայկական ֆուտբոլը, ասենք միութենական ասպարեզում երբեք լուրջ նվաճումներ չեր ունենում։ Ասենք եթե տասնյակ էր մտնում, դա շատ մեծ հաջողություն էինք համարում, բայց հանկարծ 71 թվականին Արարատը դարձավ խորհրդային միության արծաթե մեդալակիր եւ դա ցածկահարթակ էր հետագա հաջողությունների համար։ ու մեր ժողովուրդը ոգևորվեց, հետո հանրահայտ լավ բարձրակարգ մասնագետներին փոխարինեց անչափ բարձրակարգ մասնագետ եւ շատ լավ անձնավորություն Նիկիտա Սիմոնյանը։ Նա խիստ կառավարիչ էր իր թիմում։ Պատկերացրեք, ես այսքան տարիներ մեր ֆուտբոլի մեջ եմ, ես միշտ եկել եմ այն եզրակացության, որպեսզի դու արդյունք ապահովես, լավ մարզիչ լինես, դու պետք է խիստ լինես։ Արարատի Սիմոնյանի նախորդած խորհրդային միությունում հայտնի մասնագետներից Արարատը ղեկավարել են սկզբից Ֆալյանը, հետո Ալեքսանդր Պանամարիովը, երկուսն է շատ խիստ ազնվորություն են եղել։ Արտյոմ Ֆալյանը ինքը մանկապատանեկան ֆուտբոլի շատ լավ մասնագետ էր եւ շատ չափից ավելի խիստ էր, իսկ Պանամարիովը լեգենդ է եղել, խորհրդային միության ֆուտբոլի լեգենդ է եղել եւ երկուսն էլ այդ հիմքը դրել են թիմում կարգապահություն։ Ես որ արդեն 71-ին սկսել էի ու ես զգում էի թե մեր ֆուտբոլի բանը որն է գլխավոր, որ չէին կարողանում հաջողություններ գրանցել։ Մեր թիմերի, մեր ֆուտբոլիստներին հիմա էլ
որպեսզի կարողանաս առավելագույնը քաղել, պետք է բռունցք լինի, պետք է ստիպես, որ կարգ ու կանոնի ենթարկվեն։ Օրինակ Եշե Մելեքյանն այսօրադրությամբ ես գիտեմ ինքը որ այդ հատկանիշները ունի, ինքը պահանջկոտ է, ինքը երբեմն չափից ավելի դուրս է գալիս, բայց Սիմոնյանը պատկերացրեք լրիվ հակապատկեր էր։ Սիմոնյանը ինչու կարողացավ հաջողության հասնել։ Նախ մեր հայրենակիցներ, մենք բոլորս սպարտանում ենք նրա հաջողություններով, բացառիկ հաջողություններով, որովհետև նա արտակարգ ֆուտբոլիստ է եղել, ես որ ծնվել եմ, ինչքան ես երբ դարձա 10 տարեկան Սովետսկի սպորտ է անընդհատ կարդում, դե այն ժամանակ այդքան լրատվամիջոցները բան չէին, բայց Սիմոնյանի անունը արդեն միջազգային ասպարեզում էր հնչում։ Նրան համեմատում էին Դի Ստեֆանոյի հետ, որպես կենտրոնական հարձակվողի, ու ասեմ, որ այդ տարիներին ուրեմն Նիկիտան աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն էր։ Եվ որպես ֆուտբոլիստ փառահեղ կարիերա է ունեցել։ Այդ ռեկորդները, որ սահմանել է, ինքը երկար տարիներ Օլեգ Պրոտասովի այդ ռեկորդը երևի տեղյակ եք, արհեստականորեն ստեղծեցին։ Ես այդ մասին խոսել եմ, այս վերջերս մենք որ Մոսկվա գնացինք, մենք Արարատի 73-ի հետ մենք գնացինք, չէ, Նիկիտա Սիմոնյանը 99-ամյակը, եւ այնպես ստացվեց, որ խնդրեցին, որ ես, քանի որ ես եմ շատ շփվել Նիկիտա Պավլովիչի հետ, որ ես ղեկավար եմ սեղանը եւ ես որպես լրագրող իրեն մի քանի ինձ հետաքրքրող հարցեր ես իրեն տվեցի, անդրադարձա հենց այդ Օլեգ Պրոտասովի այդ կեղծեր ռեկորդը, որ սահմանել էր, ես ասեցի Նիկիտա Պավլովիչ, պատկերացնում եք 99 տարեկան մարդը իր մտածելակերպը տեղը, հիշողությունը տեղը, դե ինքը մահացավ, դեռ աշխատում էր մինչ այդ Ռուսաստանի, գիտեք, ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն էր, այնքան սուրբ անձնավորություն էր, որ նախագահները փոխվում էին եւ Նիկիտա Պավլովիչին չէին ուզում փոխել, ուզում էին շփվել այդ ազնվորության հետ, որովհետեւ նրա հետ շփվելը, ես ինչ ասեմ, դա մեծ հաճույք է, մեծ երջանկություն է եւ այն, որ ես հնարավորություն եմ ունեցել շփվելու Նիկիտա Պավլովիչի հետ, դա իմ կյանքի ամենաերջանիկ տարիներից էր։ Ընդ որում ես այն ժամանակ հասա նրան, որ ռադիոյի ղեկավարներին համոզեցի, որ մենք Արարատի խաղերը, մանավանդ 71-ին էլ որ Արցախի մեդալակիր դարձավ, որպեսզի Արարատի խաղերը նայում մենք ռեպորտաժները կազմակերպենք արտագնա հանդիպումներից։ Եվ 73 թվականին, երբ Սիմոնյանը եկավ, արդեն այդ մենք արդեն վարժվել էինք, հաղորդումներ տանում էինք, բացի այդ 70-ական թվականների մեր սպորտը սկսեց կտրուկ վեր ապրել, մենք օլիմպիական չեմպիոններ, աշխարհի Եվրոպայի չեմպիոններ, ասինքն ամեն օր ու հանրապետության ղեկավարներն էլ այդ հնարավորությունը տալիս էին եւ շատ ուրախ էին, որ մենք սպորտի մասին այսպիսի հաղորդումներ էինք տանում։ Հատուկ նշենք, որ Նիկիտա Սիմոնյանը նաև որպես ֆուտբոլիստ օլիմպիական չեմպիոն է։ Այո, օլիմպիական չեմպիոն էր եւ Նիկիտայի ինքը ասեցի, չէ, հակապատկեր էր նախորդ մարզիչների, ասենք Ֆալյանի եւ Պանամարիովի, հետո Գլեբովը փոխարինեց, Գլեբովն էլ մեծ մասնագետ էր, բայց Գլեբովի առավելությունն նա էր, որ Արարատի ֆուտբոլիստների, որոնք արդեն վարժվել էին կարգ ու կանոնին, այն երկու նախորդ մարզիչները դրան սովորեցրել էին ու նոր սերունդ էր մեջտեղ եկել, Գլեբովն էլ կարողացավ տղաներին տակտիկական նրբություններին սովորեցնել։ Գլեբովը ինքը խորհրդային միության ֆուտբոլային պատմության մեջ ամենալավ տակտիկն էր։ Ես մեծ հաճույք էի ստանում, որ Գլեբովի ժամանակ ինքը, ինչպես ասում են, ուստանովկա էր տալիս, առաջադրանք էր տալիս, եւ նրա այդ խաղից առաջ խախի նախորեին այդ առաջադրանքները ինձ համար լավ դպրոց էին։ Ես արդեն սկսեցի լավ հասկանալ ֆուտբոլը, որովհետև լավ մեկնաբան լինելու համար դու պետք է ֆուտբոլը լավ ընկալես, ասինքն մասնագետի պես պետք է ընկալես, եւ Գլեբովը հոգեբանական շատ լավ աշխատանք տարավ, ֆուտբոլիստներին համոզում էր, որ դու Պելեն ես, որ դու Ժայրզինյոն ես, Գարինչան ես եւ այլը, մենք պետք է բոլորին հաղթենք։ Ես որ լավ տրամադրող էր փաստորեն։ Ես որ հիմա լսում եմ նույնիսկ ֆեդերացիայի փոխնախագահն
կանգնում ասում, որ դե գիտեք ինչ, մենք չենք կարող որևէ մեկի հետ մրցել։ Սա արդեն պարտության սկիզբն է, հասկանում եք, սպորտսմենը պետք է միշտ տրամադրված լինի հաղթանակի, ով ուզում է լինի, պետք է պայքարի։ Եվ այդ էր, իսկ Նիկիտա Սիմոնյանը ինչի հաջողության հասավ։ Նախ որ մեր հայրենակիցն էլ ու մարդիկ պաշտում էին իրեն բոլորի կուրքներ, ինքը որ եկավ այստեղ։ Բացի նրանից, որ մեծ հեղինակություն ուներ ֆուտբոլում։ Շատ մեծ, ես այդ եմ ասում, բոլորի կուրքներ, ասինքն նրա ասածը բոլորի համար քննարկման առարկա չէր ու նույնիսկ այդ ֆուտբոլիստների, որոնք արդեն հետագայում մեծ աստղեր դարձան, բոլորի համար ինքը կուրք էր եւ ֆուտբոլիստները իրենք պաշտում էին Նիկիտա Պավլովիչին։ Ինքը ես ոնց ասեմ, նա գիտակցական կարգապահության կողմնակից էր, այնքան ինտելիգենտ ազնվորություն էր, որևէ մեկի վրա ձայն չէր բարձրացնում։ Ես ուղղակի ապշում էի, այն էլ Արարատը, որ մինչ այդ բռունցքով էին ղեկավարում թիմին, որ հաջողության հասնեն։ Օրինակ ես ասել եմ, որպեսզի ինչ որտեղ նաև նորություն լինի, ասեմ Արարատ 72-ի սերնդից առաջ էլ մեկ փայլուն ֆուտբոլիստներ ենք ունեցել։ Բայց ես հետո իմացա, որ օրինակ Սերգեյ Զատեկյան, Մանուկ Սեմերջյան, հայկական ֆուտբոլի պատմության մեջ դրանք լեգենդներ են եղել, շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, Գրիգոր Համբարձումյան, որը խորհրդային միության հավաքական էր, հրավիրել բան, բայց որ կարգապահություն չկար դրա համար, ասենք, այն նախկին սերունդը ռեժիմ չէր պահում ու հաջողությունների չէին հասնում։ Ես խոսեցի, թե ինչպիսի փոփոխություն մտցրեցին, ասենք Ֆալյանն ու Պանամարիովը, Գլեբովի մասին ասեցի, իսկ Նիկիտա Սիմոնյանը լրիվ հակապատկեր էր, նա էլ կարողանում էր, նրա առավելությունն էլ այն էր, որ մեծ ինտելիգենտ էր, գտնում էր ձևերը, որ ֆուտբոլիստների հոգեբանության վրա ազդի, որպեսզի ամբողջովին կարողանան նվիրվել խաղին։ Նա մի խոսք ասում է արդեն Արարատ 73-ի ֆուտբոլիստների համար դա օրենք էր։ Օրինակ ֆուտբոլիստները իրենք էլ էին պատմում, Նիկիտան էլ ես վերջին մենք որ գնացինք իր 99-ամյակին, հաճախ էին հարցնում, թե այդ գավաթային հանդիպմանը, որ ընդմիջում եղավ Իշտոյանը, որ գոլ խփեց, այդ ինչ ասեցիք, որ Արարատը արդեն առյուծ դարձավ, դուրս եկավ ու Կիևի Դինամոն էլ խորհրդային միության հավաքականի այդ կորիզներ կազմում ու այդպես այնպես խաղացին։ Մարդը կարողացավ տրամադրի, խոսքերով կարողացավ տրամադրի, ասեց, որ դուք դագաղից նոր եք դուրս եկել, եթե այսօր չհաղթեցիք, վաղը չեք կարողանալու հաղթել, որովհետև Կիևի Դինամոն ատլետիկ տվյալներով գերազանցում է։ Իմիջայլոց ես գնացել էի այդ խաղը հաղորդում է Գյորգի Սարգսյանցին էլ է կանչել, ինքը ազատ էր, հեռուստատեսության Նիկոլայ Օզորյանն էր հաղթում։ Գավաթի եզրափակիչը նկատի ունեք, այո։ Գյորգի Սարգսյանցին էլ ես հրավիրեցի 15 րոպե մեկ միկրոֆոնը իրեն էի տալիս։ Դրանք գրելի են, դա Արարատի հաջողությունները ազգային զարթոնք էին։ Հիմա Դավիթ ջան, որ թողնեք ես անընդհատ կխոսեմ։ Նիկիտա Սիմոնյանը այդ կարճատև ժամանակահատվածում, երբ որ 70-ականների սկզբին գլխավորեց Արարատը եւ Արարատը այդպիսի հաջողությունների հասավ եւ ինչու 70-ներեք, նաեւ 74 թիվ, ինչպես դուք նշեցիք, մինչեւ Նիկիտա Սիմոնյանը նաեւ 71 թվականին։ Չէ, 71-ին ինքը չկար։ Ինքը չկար, բայց մինչեւ 71-ը Արարատը արդեն թիմը ձևավորվել էր եւ ի վերջո խորհրդային միության առաջնության երկրորդ հորիզոնականը գրավել է բավական բարձր արդյունք էր։ Խորհրդային միության հավաքականներ մեզնից առաջ։ Մենք այդ հավաքականներին այսպես անալոգիաներ մենք կանենք, որտեվ Արարատը նաև ի վերջո հանդիպեց չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակչում Մյունխենի Բավարիային, որը նույնպես այդ պահին չեմպիոնական աշխարհի չեմպիոն Գերմանիայի կորիզն էր։ Այո։ Լավագույն ֆուտբոլիստները 5 ֆուտբոլիստ խաղացել են մեր դեմ, աշխարհի չեմպիոն 5 ֆուտբոլիստ։ Դե ինչպես միշտ Բավարիան տասնամյակներ շարունակ այդպիսին է։ Հիմա Արարատի եթե անդրադարձանք այս հատվածին Բավարիայի հետ այդ քառորդ եզրափակչին, ես նայում եմ իհարկե ես պատմությունն եմ նայում այդ ժամանակվա վիճակագրությունը եւ այլն ինչ կար նշված, նայում եմ, որ մեծ հաշվով բացի Բավարիայից Արարատը այդտեղ այդ մրցաշրջանում չեմպիոնների գավաթում խաղարկությանը մրցակից չուներ բացի Բավարիայից, այսինքն ենթադրելի էր այսօրվա հայացքով ուներ, բայց իր համար մրցակից չէր։
Այսօրվա իհարկե կա Գրասոպերսի հետ խաղում էր, այսօր Գրասոպերսի հետ մենք չենք կարող խաղալ։ Դե պարոն Բաղդասարյան, տեսեք, եթե նայում ենք այսօրվա աչքով շատ ենք սիրում, չէ՞ դե ասել, այ եզրափակիչը իրական եզրափակիչը քառորդ եզրափակում է, երբ որ ուժեղ թիմեր են մրցակցում այդտեղ։ Հիմա այս պարագայում էլ այդ քառորդ եզրափակիչը կարելի է գուցե եւ ճիշտ կլինի համարել եզրափակիչ, որովհետեւ ով հաղթեց նա էլ ի վերջո տիրացավ այդ գավաթին, այդպես ստացվեց այդ տարի։ Եվ ցավալիորեն, որ Արարատը հաղթելով այստեղ Երևանում այդ հզոր մրցակցին եւ Անդրեասյանի գոլը Բեկենբաուերի կողքից, այսինքն ոնց կարողացավ Անդրեասյանը գլխով գոլ խփել, երբ որ կողքին կանգնած էր Բեկենբաուերը իրանից ավելի բարձրահասակ Շվարցենբերգը նույնպես աշխարհի չեմպիոն, նույնպես ատլետիկ տվյալներով եւ նաեւ խաղով Բավարիային ճնշեց։ Այո։ Ես ասեմ, ոչ միայն ասենք Արարատը հաղթեց, դե առաջին խաղը 0-2 հաշով պարտվել էր, Արարատը կարող էր այստեղ խոշոր հաշով ջախջախել Բավարիային, որտեղ ամբողջ խաղի ընթացքում երոնք ճնշող առավելություն ունեն, ես էի հաղորդում այդ հաղորդումը տանում ու ցավալի էր, որ չկարողացան տղաները, ասենք երկրորդ գոլը խփել, երրորդ գոլը, ընդ որում մարզադաշտներ լեփլեցուներ, դա ուղղակի հեքիաթային ժամանակաշրջան էր։ Եվ հեքիաթային կլիներ, որ խորհրդային միության որևէ թիմ ի վերջո այդ գավաթին տիրանար։ Եվ դա ուզում եմ ասել, Արարատը այն թիմն էր, որ այդ ժամանակ նույնիսկ կարող էր նման հաջողության հասնել։ Եվ հիանում են իհարկե Արարատով, եթե խորհրդային միությունը այդպես փակ չլիներ Արևմտյան Եվրոպայի հետ շփումներում, գուցե եւ թե Նիկիտա Սիմոնյանը հրավեր ստանալ, ել չեմ ասում ֆուտբոլիստների մասին, դե որոնց անունները տալիս են եվրոպական մամուլում։ Տալիս են, բայց մեկ են չէ, որ դու ասենք այդ լրագրողները իրենց աչքով տեսնում են, ճիշտ է Բավարիայի հետ շատ լրագրողներ եկան ու իրենք հապշել էին, նախ հապշել էին, թե մենք ինչ ստադիոն ունենք Հրազդան մարզադաշտը։ Այդ Քոչինյանի ժամանակ սկսեցին կառուցել, հետո Դեմիրճյանը պատասխանատուներ այդ ժամանակ, պատկերացրեք այդ Արարատի հաջողությունը, որ 71-ին բան եղավ, միանգամից 9 ամսում Հրազդան ստադիոնը կառուցեցին։ Դրանք որ եկել էին, ապշել էին, դե ես դրանց հետ շփվում էի այդ իրենց լրագրողների հետ, հետո թիմի խաղն էլ որ տեսան, նույնպես հիացած էին, որովհետև Արարատի կազմում վիրտուոզներ էին խաղում, ասենք անհատական վարպետությամբ մեր տղաները չէին զիջում։ Հիմա էլ որ վերցնենք, մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք տեխնիկական պատրաստականությամբ չեն զիջում, բայց այսօր մեր ֆուտբոլիստները ատլետիզմով շատ են զիջում, որովհետև հիմիկվա ֆուտբոլը ատլետիզմ է, եթե դուք վերցնեք օրինակ Իռլանդիայի հավաքականը ոնց երկրորդ տեղ գրավեց, այդ նույն Պորտուգալիային ճնշեց իր ֆիզիկական ուժով, մեզ առավել եւս սադրանքի բան արեց, մղեց, որ Բարսեղյանը գլխով խփեց, որովհետև գրկում էին, խփում էին, այսօրվա ֆուտբոլը լրիվ ուրիշ է, դրա համար դուք ուզում եք հարստայեք։ Տեսեք, այստեղ մենք կարող ենք իհարկե եւ ճիշտ կլինի այդ հարցը հնչեցնեմ, թե Արարատ 70-ները ու այդ 70-ական թվականների գերհզոր կազմով Արարատը, որը հաջողության հասավ խորհրդային միության առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում եւ ինչու՞ չէ նաեւ լավ արդյունք գրանցեց որպես խորհրդային միության չեմպիոն նաև UEFA-ի չեմպիոնների գավաթի խաղարկությունում։ Այդ Արարատը կարող էր արդյոք մրցունակ լինել ժամանակակից ֆուտբոլում։ Գիտեք ինչ, ես այդ հարցին հաճույքով պատասխանում եմ, որովհետև ինձ էլ էր հետաքրքրում։ Ես որ ասեմ կարող է չհավատան, բայց ես ականատեսն եմ, ես այդ թիմի հետ գնացել եմ շրջագայության, ես տեսել եմ դուրսը, մեր հայկական թիմերը միջև Արարատ 73-ը, միջև 71 թվականը, ինչքան դուրսը խաղում են տարվա ընթացքում մի հատ երկու հատ ոչ ոք էին անում, պատահական կարող է մի հատ հաղթանակ տանեին, ինձ համար ես միշտ ասել եմ ու էլի կասեմ, Արարատի ամենամեծ հաջողությունը ագրեսիվ հյուր դառնալն էր, որ այնքան ուժեղ էր արտագնա հանդիպումներում 2 տարի ամենաշատ միավորները վաստակեց հյուրընկալվելիս։ Այսինքն չէին կարողանում բռնեին, որ մեկին բռնեին, որովհետև թիմը ագրեսիվ ոճով էր խաղում,
թիմը պաշտպանությունը հուսալի էր, բոլորը մասնակցում էին պաշտպանությանը, անտիր կիսապաշտպաններ ունեինք, այսինքն թիմի ողնաշարը Աննա Խադեբեր, Անդրեասյան, Բանդարենկո, Զանազանյան մեղուի պես աշխատում են ամբողջ դաշտով մեկ ու երկուսն էլ ես ասել եմ, ասինքն դա գաղտնիք չի, այդ երեք կիսապաշտպանները 150 գոլ են խփել խորհրդային միության բարձրագույն խմբի առաջնությունում, որը Եվրոպայում ամենաուժեղ առաջնությունն էր։ Եվ այդ հարցը որ տալիս են ինձ շատերը ասում են դե այն ժամանակ ֆուտբոլը չէր, այն ժամանակ դանդաղ էր, ինչ դանդաղ կարող է լինել, որ մեկն էր դանդաղ, Իշտոյանը թե Ղազարյանը, ռեակտիվ արագություն ունեին, կենտրոնում էլ Մարգարովն էր խաղում, կիսապաշտպանությունում էլ Անդրեասյանի պես պրոֆեսոր էր խաղում, Զանազանյանի պես մեղու էր գործում, Բանդարենկոյի պես թնդանոթային հարվածներով բանով, ասում եմ 150 գոլ է խփել 3 հոգով խորհրդային միության առաջնությունում, այսինքն որ գրոհում էին 6 հոգով գնում էին առաջ, 6 հոգով։ Ներեցեք այստեղ պետք է հատուկ նշել, որ խորհրդային միության առաջնությունում բարձրագույն լիգայում հանդես էին գալի 16 թիմեր այդ ժամանակահատվածում։ Յուրաքանչյուր թիմ իր երկրի հավաքականներ։ 16 թիմ, այսինքն խաղերի քանակությունը այնպեսին մեծ չէր, ինչպես հիմա։ Եվրոպական շատ գրանդ ակումբների պարագայում 16 թիմ նշանակում է, որ խորհրդային միության առաջնությունը յուրաքանչյուր թիմ խաղում էր 30 խաղ։ Այո։ 30 խաղում այդպեսի հաշված նաև Գավաթի հանդիպումները, Արարատը սկսեց միջազգային հանդիպումներ նաև, որ վերցնեք քիչ չի։ Ամենաքիչը 40 խաղ խաղում էր, դե հիմա էլ են այդքան խաղում որ վերցնեց։ Իհարկե գրանդ ակումբները եվրոպական 3 օր մեկ են խաղում, նրանք մի քանի կազմ ունեն ու նրանց համար խնդիր չի ու միլիարդներ են պատտվում նրանց բյուջեում ու չես կարող համատել։ Հիմա ձեր ասածը ես վերջնական պատասխանեմ, ես չեմ կասկածում, որ Արարատը 73 եթե հիմա հանդես գար, հաստատ հաջողություն կունենար։ Միակ բանը, որ կարող էր զիջել, դա ատլետիզմն է, որովհետև ժամանակակից ֆուտբոլը ձեր տարիքը այնպիսին է, երևի դուք նկատել եք, որ ժամանակակից ֆուտբոլը անընդհատ գնում է դեպի ատլետիզմի կողմը։ Այն թիմերը, որ չեն կարողանում ուժեղներին հաղթել, արդեն սկսում են սադրանք, սկսում են ոտերին հագցնել, սկսում են հրել, գցել եւ այլը, մեկ մյուսը ու դրա համար մեր հավաքականը, որ խոսում է, շատերը ես այլ կերպ եմ նայում եւ մեր հավաքականի ելույթների, մենք լավ տղաներ ունենք ու տաղանդավոր իհարկե ֆուտբոլիստներ ունեն։ Մեր տղաներին հեշտությամբ կարողանում են հավասարակշռությունից անել։ Չնայած ասեմ Արարատում կային ֆուտբոլիստներ, որոնք նաեւ ատլետիկ պատրաստականությամբ չէին զիջում, որովհետեւ հատկապես Պանամարիոյի ժամանակ լավ հիմք էր դրվել։ Ասենք Կավալենկոյի պես պաշտպանը Բերթա Պարիսպեր իրոք ու այնտեղ մենք ունեինք էլի Բանդարենկոն ֆիզիկապես շատ ուժեղ ֆուտբոլիստեր, որ մեկին ասեմ Զանազանյանը, մեկը մյուսը, իհարկե կարող է Գուլիվերներ չէին, եթե վերցնենք հասակը, բայց եթե Արարատ 73-ին ասենք ավելացնեինք մի 2-3 1.90-ից բարձր լավ ֆուտբոլիստների, Արարատը կարող էր չեմպիոնների լիգայում պայքարել բարձր տեղերի համար։ Ես նույնիսկ չեմ կասկածում, որտեղ ասում եմ, ես ոչ Իշտոյանին, ոչ Ղազարյանին հնարավոր չէր կանգնեցնել, իսկ Մարգարովն էր Մեսսիի պես ֆուտբոլիստ էր, անկեղծորեն արտակարգ տեխնիկա ուներ եւ Տուգանային հրապարակում նրան որսալը հնարավոր չէր։ Հիանալի ժամանակակից այդ տերմին օգտագործեմ դրիբլինգ ուներ։ Պարոն Բաղդասարյան, վերջին րոպեներին ենք մոտեցել։ Տեսեք, դուք համեմատեցիք եւ այդ համեմատականներն եք դուք տանում շատ անգամ Արարատի, ինչպես ճիշտ նշեցիք, իհարկե յուրաքանչյուր ակումբ այդ ժամանակվա թիվ 1 ակումբը խորհրդային միության որևէ մի հանրապետությունը ներկայացնող, դա այսպես կարելի է ասել, այո, հավաքական էր։ Մենք իհարկե շատ ակումբներ ենք, 8-9 ակումբ ենք ունեցել խորհրդային առաջնությունում, բայց թիվ 1-ը Արարատն էր եւ ներկայացնում էր, այսպես ասենք, Հայաստանի սոցիալիստական հանրապետությունը, ամբողջ Հայաստանը։ Այս պարագայում, եթե համեմատականներ տանենք, Արարատի այդ լավագույն շրջանը իհարկե կային նաև վատ շրջաններ, դրանից հետո 80-ականներին ես հիշում եմ, որ Արարատը լավագույն ամենաբարձր տեղը, որ գրավում էր 7-րդ տեղն էր, 7-րդ, 6-րդ, 9-րդ։ Գիտեք ինչ, Դավիթ ջան, ես ասեմ, մեր անհաջողության գլխավոր պատճառները եւ նախկինում եւ հիմա մեր ազգային մտածելակերպն է։ Սիմոնյանը 74-ին ինչու գնաց։ 73-ին նա իր հեղինակության, որ նոր էր եկել, կարողանում էր ֆուտբոլիստներին հերրու պահել այդ
կողքի մարդկանցից, որովհետև ովքեր որ թիմին օգնում էին, ինչ որ ֆինանսապես օգնում էին կամ պրեմիայի գումարներ էին տալիս բան, ամեն մեկ ուզում էր парքից օգտվել։ Կողքից մարդիկ շատ կային եւ հետագայում դրանք սկսեցին մեծապես խանգարել եւ դրա համար Նիկիտան ինքը թողեց գնաց, բայց ես այդ հարցը թե չենք կմնար ինքը կուրքեր ամբողջ ազգի համար դա վերածնունդ էր ցավոք սրտի 74-ից մարդիկ եղան որ սկսեցին պայքարել Արարատի դեմ Արարատ 73-ի դեմ որ իրենք այդ բանից չէին օգտվել парքից չեն օգտվել, ուզում էին օգտվեն ու խառնվում էին թիմի ներքին գործերին բան։ Ես իմ գրքում ինչ որ բաներ գրել եմ, գիտեք ինչ տարիք սարել եմ, ես արտակարգ հուշեր ունեմ այդքան տարի թիմի հետ շփվել եմ, մասնագետների հետ եմ շփվել եւ այլը։ Այնպիսի բաներ են եղել, ես չեմ ուզում դրանք այդ հուշերը, ասենք թղթին հանձնել։ Արտասահմանում լիներ կհանձնեին դա բեսելլեր կլներ եւ ու նաեւ միլիոններ են աշխատում դրանցով, բայց մեզ մոտ դրանով ես չեմ ուզում, ասենք շատերը չկան, շատերը բան որ հանկարծ ինձ էլ չասեն էլ որ ներքին խոհանոցը չեք ուզում բացահայտել, որքան հասկանում դե գիտեք ինչ, մի կողմից ուզում եմ որ բացահայտեմ որ միգուցե դա կնպաստի որ մեր ազգը մտածելակերպը ինչ որ ձևով փոխվի բայց ցավոք սրտի մեր ժողովուրդը մեծամասնությունը այնպես են եթե մեկը մի պաշտոն ունի կամ գումար ունի բան ունի մեծամասնությունը խառնվում են իսկ այդ խառնվելը արդեն չի կարող լավ կոլեկտիվ մնա նրանք ազդում են մեծապես ազդում են օրինակ ես հիշում եմ ֆուտբոլիստներն են ասում դե ես էլ ներկա եմ եղել ասենք մեկը կարող էր գալ այդ ցեխավիկներից խաղից հետո որ գոլ է խփել հսկայական գումար տալ որպես պարգևատրություն Իսկ մյուս ֆուտբոլիստների հենց ինձ ես իրենց հետ ճանապարհ եմ գնում հենց նույն ասենք Բանդարենկո մոտենում ասում էր ես չհասկացա մենք չենք խաղում այդ թիմում մենք որ գոլ չենք խփում մենք արժանի չենք պարգևատրության ընդ որում այն ժամանակ էլ դե գումարներ իրենք քիչ են ստանում բայց մեր ազգը այնպեսին էր մյուս կողմից այնքան լավ հատկանիշներ ունի որ ասենք այդ ֆուտբոլիստները այդուհանդերձ իրենց արժանին ստանում էին իրենք ազգի համար մեծ բան էին արել ու հրավիրում են տարբեր այսպես գործարաններ, հիմնարկներ, շրջաններ, հագին նվերներով, գումարներով փոխարենը։ Դուք պատկերացնում եք ես Արարատի հետ որ գնացել եմ 1 տարի հետո որ Արարատը ֆուտբոլի ֆեդերացիայից ավելի ճիշտ սպորտ կոմիտեից խորհրդային միության որպեսզի պարգևատրություն ստանար չեմպիոնության համար ստացել էր ուրեմն ընդհանուր գավաթի եւ չեմպիոնության համար ստացել էր 180 ռուբլի 180 ռուբլին այդ ինչ գումար էր մանել Պարոն Բաղդասարյան վերջին հարցն է վերջին րոպեներն են եթե այդ համեմատականը դարձյալ հիշենք հիմա հավաքականի դուք ճիշտ եք ասում ընդհանուր առմամբ որևէ թիմի համար կարևորը որ թիմը բռունցք լինի, իսկ այդ բռունցքը սարքողը դե առաջին հերթին մարշչական եւ ատլետիզմը դրա վրա պետք է ուշադրություն դարձնել։ Այո, բացի դրանից նաեւ ղեկավարումը։ Հիմա հավաքականում, այսպես ասած, յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար, ով գալիս է մեր հավաքականում հանդես է գալիս, իր համար ինքնախրախուսումը նախ իր ազգը ներկայացնող թիմում խաղալն է եւ երկրորդը ինչու՞ չէ, երկրորդ գործոնը կա միջազգային ասպարեզում Երևանը։ Այդ ֆուտբոլիստների համար ինչու մեր հավաքականը շատ անգամ այսպես կուր բռունցք չի դառնում ժամանակակից հավաքականի մասին է խոսքը շատերը նշում են դե գիտեք ոնց որ ռուսական այսպես ասած սփյուռք կա այդտեղից եկած ֆուտբոլիստները Հայաստանում խաղացող եւ այստեղ կրթություն ֆուտբոլային կրթություն ստացածների հետ ինչ որ մի այդ այսպես ասած ներկայությունները որ ես պետք է պատասխանեմ դա էլ խանգարում է մեր ֆուտբոլին որ մենք ուժեղ հավաքական ունենանք ինչու որովհետև եթե խորհրդային տարիներին Հայաստանը ամենաֆուտբոլային հանրապետությունն էր, որովհետև եթե Նիկոլայ Օզերովը պես լեգենդար մեկնաբանը ասում էր խորհրդային միությունը բազմաթիվ չեմպիոններ է ունեցել, բայց Արարատի պես չեմպիոն չի եղել։ Ժամանակին մենք 9 վարպետ թիմ ենք ունեցել խորհրդային միության առաջնություններում, այսօր մեկ կադր չունենք։ Այսօր մեր ֆուտբոլը նորմալ չի զարգանում։ Կներեք, ես պետք է ասեմ, այդ երկու ղեկավարները ֆեդերացիայի ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք, կործանել են մեր ֆուտբոլը եւ նրանց պետք է
հեռացնել ֆեդերացիայից, որովհետև որևէ արդյունք չեն գրանցել հանրապետության մարզերում, շրջաններում չկան բաներ։ Կուրսկենցեցում ասում են մենք 130 փոքր խաղադաշտ ենք կառուցել։ Դուք պատկերացնում եք երեխան, ենթադրենք մի գյուղում մարզադաշտ են, արհեստական խոտածածկով խաղադաշտ են բացել, տեր չկա դրան, որը մեկը տեր չի կանգնում։ Հետո Նիկողոսյանը ելույթ էր ունենում, ասում էր համայնքի, չգիտեմ, ասենք առաջ կոչվում էր նախագահ, չէ, գյուղի նախագահ, ասում էր այդ համայնքապետը դիրությունը երևի կանաչ խոտածածկը տարելա իր ծնողների գերեզմանը, դուք պատկերացնում եք, դրա լուծումը գիտեք որն է։ Դրա լուծումը նա է, որ այդ փոքր խաղադաշտերի փոխարեն, որը արդյունք չի տվել, որտեղ տեր չկա։ Մարդ չկա, որ ասենք ֆինանսավորեն, որ հետևի այդ բանը, պետք է ակադեմիաներ կառուցեն, իսկ ակադեմիաներ դու որ կառուցում ես, դու մարզադպրոց ես ունենում, ասինքն պետք է շրջաններում, նույնիսկ գյուղերում կամ շրջկենտրոններում ակադեմիաներ լինեն, այդ ակադեմիաները իրենց մարզադպրոցը կունենան, երեխաները կգնան կանոնավոր կմարզեն մասնագետների, մարզիչների ղեկավարությամբ եւ այդ ակումբները կպահպանեն իրենց խաղադաշտերը։ Թե չէ ումա պետք, եթե արժեք չես ստեղծում։ Այդ հսկայական գումարներ են ստանում, 18-ից 20 միլիոն տարեկան ֆեդերացիան գումար է ստանում, բայց արժեք չի մնում։ Գնում է աշխատավարձների, գնում է ստից արտասահմանից մարզիչներ հրավիրելուն, ընել միլիոններ են տալիս այդ մարդկանց։ Եվ բազմաթիվ նման բաներ է, այդ գումարները ծախսում են, հետո էլ ասում են մենք այսքան խաղադաշտ է, պետք չի այդպիսի խաղադաշտեր, եթե այդ խաղադաշտերը մարդ չկա, որ հետևի, ու դրա համար էլ գողություն են անելու, քանդելու են, թալանելու են, ինչ ասես անելու են։ Դուք նկատի ունեք, հաշվի եք առնում եւ ֆուտբոլային զուտ բաղադրիչները եւ կառավարման բաղադրիչները։ Ես նկատի եմ ունենում այն, որ այս ամենը բերում է նրան, որ ֆեդերացիայի հետ ընկերներն էլ որ ոչինչ չեն անում, մեր ֆուտբոլը արդեն վաղուց կործանվել է, ասինքն կտրվել է կապը, այս ժառանգական կապը, այդ շրջաններում, որ ֆուտբոլ է եղել, ամեն գյուղում, որ խաղադաշտ է եղել եւ այլը, կտրվել է դա։ Ես հասկանում եմ, այն 90-ականների մութ ու ցուրտ տարիներին դա հնարավոր չէր, բայց հիմա գոնե հնարավոր է, չէ, հսկայական գումարներ կան։ Նույնիսկ պետությունն է, ասենք 5 միլիարդ բան արել, 2.5 միլիարդ բանը խոսում է Նիկողոսյանը, որ այնտեղ պետական ինչ որ պատվերների բաներ կան, խնդիրներ են ծագում, եթե մենք ուզենում ենք մի ակադեմիա կառուցել։ Այդ հարցերը կարելի է, չէ, այդ նույն պետության հետ լուծել, ասինքն ճիշտ պետք է գնազարգացումը, որ մեր մանկապետարական ֆուտբոլը լավ վիճակում լինի, մենք մեր կադրերը ունենանք, ոչ թե Սփյուռքից բերենք, իհարկե Սփյուռքից էլ կբերենք, Արարատում էլ են խաղացել, այսպես ասած, պայմանական Սփյուռքի խաղացողներ, ուրիշ հանրապետություններից, բայց մեծամասնությունը մեր ֆուտբոլիստներն են եղել, մեր կադրերն են եղել, որպեսզի մենք հաջողություն ունենանք, մենք պետք է մեր կադրերը ունենանք, որ խաղան։ Հիմա Պորտուգալիան նայում ես, Ռոնալդուն չկար, մեզ ջախջախեցին 9-1 հաշվով, այսինքն ցավալի ամբողջ ֆուտբոլիստները, բոլորը բարձր կարգի ֆուտբոլիստներ են խաղում են Լիվերպուլում, Մանչեսթերում եւ այլ, մարդիկ պետք է այդ ամեն ինչը նկատեն։ Եթե կադրեր դու չունես, դու հաջողություն չես ունենա, սեփական կադրերը պետք է պատրաստես։ Իսկ դա համակարգային խնդիր է, դա պետք է հիմքը դրվի, դա պետք է գան մարդիկ, որոնք լծվեն դրան ու ընդ որում մենք շատ տարիներ ենք կորցրել, որպեսզի կարողանանք աշխատել, այդ ուղղությամբ լինի ու կարողանանք արդեն մենք դառնանք ֆուտբոլային հանրապետություն։ Պարոն Բաղդասարյան, իհարկե որոշակի ցավ ենք ապրում, բայց միաժամանակ նաև մենք պետք է հաշվի առնենք, որ մենք անդադար չպետք է միայն հիշենք Արարատ 73-ը։ Մենք պետք է նոր պատմություն կերտենք, ի վերջո նոր լավ արդյունքներ ունենանք եւ հպարտանանք դրանով։ Հայկական նաև ոչ միայն հավաքական, այլ նաև ակումբային ֆուտբոլում կարծես նայում ենք, կարծես որոշակի զարգացում կա, մեր չեմպիոնը վատ չի հանդես գալիս կոնֆերենցիաների լիգայում, ամեն դեպքում դեռևս հնարավորություն ունի play-off դուրս գալու այդ լիգայի եւ այսպես քայլ առ քայլ։ Հիմա հավաքական ակումբներ եւ ի վերջո մենք այդ արդյունքը երբ կտեսնենք, որ մենք
Դե ես համեմատելու եզրեր ունենանք Արարատ 73-ի հետ։ Դա շատ պատճառներ ասեցի, ես չէ։ Մանկապատանեկան ֆուտբոլն է, ակադեմիաների ստեղծելն է, մարզադպրոցների ստեղծելն է, սեփական կադրեր ունենալն է, որ մեկը ասեմ ես։ Դրանք անպայման պետք են։ Նիկողոսյանը հարցազրույցը տվել այդ իմիջիալոց ես կուզենայի գովեստի խոսք ասել են 3 մեկնաբաններին, որ իր հետ հարցազրույցը վարում էին, փաստեր բերեցին, բայց Նիկողոսյանը այնքան վարժված է, դա իր կամիները բարձրացնում էր, ուզում էր արդարանալ, բայց արդարանալու բան չկա, ասում է 30 տարի ոչինչ չեն արել, դուք պատկերացնում եք վիրավորական է։ Այդ 30 տարիների մեջ նաև ես եմ մտնում, որովհետև ես աշխատել եմ ֆեդերացիայում, 6 տարի եղել եմ ես մամուլի հասարակության հետ կապերի այդ բաժնի ղեկավարը, նաև 8 տարի եղել եմ ես գործկոմի անդամ։ Եթե ես համեմատություն անեմ, ասենք, շատ հեռուն չեմ գնում, նախորդ ղեկավարների ժամանակ մեր ֆուտբոլի վիճակը կամ գրանցված արդյունքները, օրինակ ստեղ կարող եմ բերել մի քանի արդյունքներ։ Նախ այս ներկայիս դուք գիտեք, Իտալիայի հետ մենք 19 թվին 1-9 հաշով պարտվել ենք, Գերմանիային 2 խոշոր հաշով պարտվել ենք 21 թվականին, Հյուսիսային Մակեդոնիային Երևանում 0-5 հաշվով ենք պարտվել։ Վրաստանի թիմին վերջը։ Եթե դե դուք նկատում եք Վրաստանին, այս մի տարվա ընթացքում տեսեք 10 խաղում 5 խաղ խոշոր հաշվով պարտվել ենք։ Պատանեկան հավաքականները 19, 21, երիտասարդական հավաքական 17 տարեկանները բոլոր խաղերում պարտվել են։ Կարծեմ 19 տարեկանների հավաքականներ, որ բոլոր խաղերը 14-0, նույնիսկ մեկ գոլ չեն խփել։ Դա մարդկանց չի բանանում, չի հուզում, ես չեմ հասկանում։ Այդ մարդիկ այդքանից հետո ինչի չեն հեռանում կամ ինչու համապատասխան մարդիկ այդ հարցերը չեն լուծում, որ կան մարդիկ, որ ստեղծեն այդ ամեն ինչը ֆուտբոլի հետ կապված մարդկանց հետ խորհրդակցեն, մի խորհուրդ ստեղծեն, ճիշտ ճանապարհով, ճիշտ զարգացման մենք գնանք։ Դուք պատկերացնում եք, ներդրող մարդիկ մեր ֆուտբոլում մեծամասնությունը թողել հեռացել են, հետևից են ընկել, թողել գնացել են։ Մենք ունենք Տիգրան Հակոբյան, որը իմպուլսներ պահում, լավ թիմ էր իմպուլսը։ Ստեղ հետևից ընկան, իմացան, որ ինքը պետք է ֆեդերացիայի նախագահ դառնա, ինչ ասես արեցին, հետո իրեն ծմած զրկեցին հայկական ֆուտբոլում գործունեություն ծավալելու համար։ Պատկերացնում եք, մարդը իր ներդրումն էր անում, սկզբում Դիլիջանում իմպուլսներ, հետո Սևաններ, Սևանի սեփականատերներ, առիթը բռնել էին, որ մրցավարին հայհոյել կամ չգիտեմ ինչ, ծմախ զրկել են։ Այդ մարդը գնացել է Վրաստանում իր գումարներն է ներդնում, Թելավի ակումբում, Վարդան Մինասյանը գնաց այնտեղ աշխատեց։ Կարող է վրացին գա Հայաստանում ինչ որ ներդրում անի։ Բաղդասարյան, ներդրումներին եթե անդրադառնում ենք, կարճ ժամանակ է շատ մնացել։ Մեր հայկական ֆուտբոլում, ակումբային ֆուտբոլում, որպես կանոն ներդրումները այդպես բիզնես չեն, որովհետև ակումբային ֆուտբոլը գումար աշխատել ներդրողը այդպես չի կարող ակնկալել մեծ գումարներ աշխատել հայկական ֆուտբոլում։ Ես ճիշտ եմ հասկանում։ Հա, եթե ներդրողներին հետևից են ընկնում, քշում են այստեղից, ուրիշ ներդրողներ էլ չկան, ամոթ է։ Սողոմոնյանին քշեցին ինչի համար։ Մենակ Սողոմոնյան չեն, բոլոր 4 առաջատար ակումբները, որոնք Եվրոպայեն դուրս գալիս, այս ընտրությունների ժամանակ իրենց ջան չեն տվել, իսկ իրենք էլ ոտնատակ են տվել բոլոր կանոնակարգերը ու երկրորդ անգամ հանգիստ ընտրվել են, իսկ իրենք թե ոնց են եկել, ես բազմաթիվ անգամ ասել եմ, իրենք զավթել են ֆեդերացիան, իրենց նշանակել են։ Խիստ իհարկե ձևակերպումներ է կանում, պարոն Բաղդասարյան։ Անում եմ, որովհետև ճշմարիտ, ես իմ հեղինակությունը թույլ է տալիս, որ ես դրանք ասեմ, ես ճշմարտություն եմ ասում եւ կարող եմ թող իրենք դատի տան, ես ապացուցեմ, որ չի կարելի այդպիսի բաներ։ Իմ սիրտը ցավում է։ Ես այն ժամանակներում եմ եղել, որ հայկական ֆուտբոլը լավագույնն է եղել խոշոր կայսրության մեջ։ Հասկանում եք։ Հիմա դուք այսօր ասում եք ակումբային ֆուտբոլ։ Ակումբային ֆուտբոլում հիմնականում լեգիոներներ են խաղում։ Ես հասկանում եմ, օրինակ Մադրիդի Ռեալում, Բարսելոնում նույնպես որ վերցնես, հələ Բարսելոնը իր կադրերը ունի։ Ռեալ աշխարհում ինչքան լավերը կան, էլի լեգիոներներ են հիմնականում։ Եվրոպական բաները ակումբի իր հարցերն է լուծում, ուզում է Եվրոպա դուրս գա, փող աշխատի, որովհետև փող է դնում։ Դա լրիվ ուրիշ է։
Մեր հոգսը պետք է լինի, որպեսզի մեր ֆուտբոլային հեղինակությունը միջազգային ասպարեզում բարձրանա, մենք պետք է մեր կադրերը ունենանք, որ մեր հավաքականը լավ խաղա։ Դրա համար ֆեդերացիան է պատասխանատու եւ մանկապատանեկան ֆուտբոլի համար, եւ այդ տարբեր տարիքային խմբերի հավաքականների համար, եւ ազգային հավաքականի համար պատճառներ են փնտրում ու ուզում են արդարանալ։ Ես դեռ կարող եմ արդյունքներով համեմատել, որ ինքը ասում է 30 տարի ոչինչ չենք արել, բայց մի քիչ բանը այն նախորդների ժամանակ մենք փառահեղ հաղթանակներ ենք տարել 4-0 Սլովակիա ենք տարել, 4-0 էլ դուրսը, Դանիայի հավաքական ենք տարել, բավական Երևանում 5-0 Մակեդոնիայի հավաքական ենք տարել, Պորտուգալիայի հավաքականի հետ երկու հատ ոչ ոքի ենք արել, մյուս երկուսը որ պարտվել են Պորտուգալիայում 0-1 հաշվով եւ 3-2 հաշվով այստեղ ենք մենք պարտվել, մեծ ճակատամարտ ենք տվել։ Շնորհակալ եմ պարոն Բաղդասարյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մեր ունկնդրին եւ ակնդրին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ հյուրն էր վաստակավոր մարզական մեկնաբան Football+ թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Սուրեն Բաղդասարյանը, ես Դավիթ Աղաբեկյանն եմ, շարունակեք հետևել մեզ, առայժմ։ Sportcast